Առավոտ քաղաքացիական պայմանագիրը մի լավ զվարճացրեց իր էթիկայի կանոնագրքով։ Առավոտից երեկո հայհոյող, ստեր տարածող, ֆեյքերի կոմբինատ ստեղծած քաղաքացիական պայմանագիրը, կուսակցություն, որի հիմնական գործունեությունն ուղղված է ատելություն տարածելուն, մարդկանց հիմարացնելուն, կուսակցություն, որը ձայնագրություններ է հորինում, կտրտում ու տարածում վարկաբեկելու քրգործի տակ մարդկանց պահելու համար, հրապարակել է էթիկայի կանոնագիր ու ասում է, հետ այսու փոխվում են, դառնան հրեշտակներ, քանի որ ասում են հանձնառու են խթանել ժողովրդավար, ազատ, արդար եւ թափանցիկ հասարակության զարգացումը։ ՔՊ-ն։ Իսկ վարքագծի ինչ կանոններ է պարտադրում կուսակցականների համար։ Ազնվություն եւ պարկեշտություն, ստորադասել անձնական շահը հանրային շահին։ Մեր լրատվամիջոցը ու շատ այլ լրատվամիջոցներ ամեն օր սրանց ստերն ենք բացահայտում։ Սրանք խոստանում են ազնվության մասին։ Մի մարդ, որն ասում էր թող 5000 հոգի կոտորվի, բայց ինձ չասեն դավաճան, խոսում է անձնական շահը հանրային շահին ստորադասելուց։ Ուրեմն պետք է հենց այսօր հրաժարական տա, որովհետև նրա պաշտոնավարումը հանրային շահի հետ առնչություն չունի, այլ միայն անձնական շահի մասին է։ Անձնական շահը խոստանում են հանրային շահին ստորադասել մարդիկ, ովքեր 25-30% աղքատության մակարդակ ունեցող երկրում ստանում են 1.5 միլիոն աշխատավարձ, 7 տարում էլ 8 հատ տուն են առել։ Մինչ մեր երկրում աշխատողներից ճնշող մեծամասնության աշխատավարձը 150 000 դրամից պակաս է։